Մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի 20-ամյակը, բայց հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում միթե նոտարիատի պատմությունը կարող է 20 տարվա լինել։ Միթե մարդիկ կտակ չեն թողել, ժառանգություն չեն ընդունել։ Իրականում Հայաստանի նոտարիատի պատմությունը շատ հին է։ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը հոկտեմբերի 6-ին նշեց հիմնադրման 20-ամյակը։ Պալատն իր հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպել էր միջազգային գիտագործնական համաժողով «Նոտարիատի զարգացման հեռանկարները» խորագրով։ Համաժողովը կազմակերպվել էր նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված հնագույն Հայաստանի նորագույն նոտարիատը խորագրով միջոցառումների շրջանակում։ Մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալիեզը, այլ երկրների նոտարական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկեց պատմավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, ներկայացվեց հայկական նոտարիատի պատմությունը, որի արմատները հասնում են միջնադարյան Հայաստան։ Նոտարական գործողություններից այսօր շատ տարածված փոխառության եւ վարձակալության պայմանագրերի վավերացումը նույնպես հազարամյակի պատմություն ունի, գուցեև ավելի երկար, պարզապես այդ մասին հիշատակումներն են հազարամյա հնության։ Օրինակ միջնադարում միայն ջրաղացի վարձակալության պայմանների հստակեցման համար մի ամբողջ օրենք է գրվել։ Մինչ միջոցառման բացումը իրավաբան Նեթը խոսեց տարբեր երկրների ժամանացյուրերի հետ, ովքեր եկել էին Հայաստան գործընկերների հետ նշելու պալատի հիմնադրման 20-ամյակը։ Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալիեզը շնորհավորեց հայ գործընկերներին, նշելով, որ նրանք իրենց միջազգային նոտարական պալատի անդամն են։ Գալիեզը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին իրականացրած զարգացումների համար։ Վերաբերում է ապագայի նպատակների, դա նույնն է, ինչ համաշխարհային նպատակները կարող են լինել։ Քաղաքացիական հասարակությանը ավելի անվտանգության եւ ապահովության զգացողություն տրամադրել։ Վալերիո Էսանյուին ուրախություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվելու համար։ Հայաստանի նոտարական պալատին ողջունում ենք, քանի որ վերջինս կարողացել է վերջին տարիների ընթացքում մեծ հաջողություն արձանագրել, նաև կարողացել է ձեռք բերել նորագույն եւ նորարար կոմպետենցիաներ, նոր մասնագետների ներգրավմամբ եւ այդ զարգացմամբ հանդերձ ապահովել նոտարական պալատի եւ նոտարական ոլորտի անվտանգությունը եւ մասնագիտական որակի ապահովում։ Բուլղարիայի նոտարական պալատի վարչության անդամ Իվանով Իվայլո Աթանասովը խոսեց իրենց երկրի առջև ծառացած ոլորտային մարտահրավերների մասին, նշելով, որ դա նոտարների հարաբերությունն է նոր թվային տեխնոլոգիաների հետ։ Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։ Մուրադյանը նշեց, որ մեծ հպարտություն եւ պատասխանատվություն է զգում, գիտակցելով, որ իրենք նոտարիատի 100-ամյակների, գրեթե 1000-ամյակի պատմության մի մասի կերտողն են, որ վերջին 20 տարին հսկայական ճանապարհ է հայկական նոտարիատի պատմության նորագույն շրջանը, կայացման եւ զարգացման շրջանը։ Մեր խնդիրն է շարժվել ժամանակին ու ժամանակի մարտահրավերներին համընթաց, արդիականացնել ու պարզեցնել նոտարական գործողությունների կատարման ընթացակարգերը, դրանք քաղաքացիների համար դարձնել ավելի հասանելի, ավելի մատչելի, խնայել մարդկանց ժամանակը, բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության դիրքերից։ Խնդիր է դրված նաև էլ ավելի մեծացնել նոտարական համայնքի նկատմամբ թե քաղաքացիների եւ թե պետության վստահության մակարդակը։ Հայաստանի նոտարական պալատի նախագահը շնորհավորեց իր գործընկերներին նոտարի միջազգային օրվա առթիվ։ Նա շնորհակալություն հայտնեց Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալիեզին մասնագիտական կարևոր օրվա նվիրված միջոցառումներին իր մասնակցության համար։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի նոտարական պալատի ձեռքբերումներին։ Մեծ ուրախությամբ եմ փաստում, որ նոտարական պալատի գործունեությունը միջազգային հարթակներում գնալով ել ավելի ընդլայնվում եւ ամրապնդվում, ստեղծելով ամուր արտաքին կապեր։ Հարգելի նոտարներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ արձանագրելով անցած տարիների ձեռքբերումները։ Այդուհանդերձ պետք է փաստել նաև, որ դեռ շատ անելիքներ ունեք, կարևոր ծրագրեր, որոնց առանցքում բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու լավագույն շահն է։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ընդգծեց նոտարիատի առանցքային նշանակությունն ու դերը ՀՀ արդարադատության համակարգում։ Ինչպես փաստաբաններս, այնպես էլ նոտարիատը Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի մաս են կազմում։ Նոտարների մասնագիտական գործունեությունը նպաստում է անձանց իրավունքների իրացմանը, նրանց օրինական շահերի պահպանմանը եւ իրավական գործընթացների հանդեպ հասարակության վստահության ձևավորմանը։ Համաժողովին հրավիրված պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչները զեկույցներ ներկայացրին իրենց երկրներում նոտարիատի զարգացման ուղղված ծրագրերի մասին։ Նոտարական պալատի հիմնադրման օրից մինչ օրս Հայաստանի նոտարական համայնքի մատուցած ծառայությունների համար պատվոգրեր հանձնվեցին համայնքի ներկայացուցիչների։